Հայաստանի Եվրասիական տնտեսական միությունը լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել։ Այսօր մի զրույցում այս մասին ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը հավելել է, Երևանը նման ցանկություն չի ներկայացրել, հետևաբար հեռացման հարց չի կարող քննարկվել։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ավելի վաղ հայտարարել էր, թե Աստանայում ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում քննարկվելու է կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Հայաստանի կառավարությունը Ռոսսելխոզնadzորից պաշտոնական որևէ գրություն չի ստացել Հայաստանից ծաղիկների արտահանման ժամանակավոր սահմանափակման մասին, լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա նշել է, որ ռուսական գերատեսչությունից մասնագետներ կան Հայաստանում, ուսումնասիրություններ են իրականացնում կոնկրետ ընկերություններում, որոնց արտադրանքի մուտքը Ռուսաստան արգելված է։ Պապոյանը վստահեցրել է, իրավիճակը կառավարելի է, ռուս գործընկերների հետ ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Ախուրյան Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան-Թուրքիա հանձնաժողովը նիստ է անցկացրել, որի ընթացքում մի շարք փաստաթղթեր են կնքվել։ Ջրային կոմիտեի հաղորդմամբ այս թեմայով նիստ առաջին անգամ է անցկացվել Երևանում։ Գերատեսչությունը հայտնել է ձեռք բերված մի շարք կարևոր պայմանավորվածությունների մասին, չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսքը։ Ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, պահանջելով քննել ընդդիմախոսների հասցեին Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները։ Իր դիմումում Վարդևանյանը ներկայացրել է քարոզարշավի ընթացքում Փաշինյանի խոսույթից որոշ հատվածներ, մասնավորապես «Դուք վախկոտ համբալներ եք, չօգնելու եմ սաղիթ, հաթ-հաթ մազկեքը կոխելու եմ համապատասխան տեղներդ» եւ նմանատիպ բառապաշարով այլ արտահայտություններ, որոնցով վարչապետը դիմել է ընդդիմախոսներին։ Վարդևանյանի գնահատմամբ Փաշինյանի այս արտահայտությունները պարունակում են քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ, այդ թվում բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, հոգեկան ներգործություն, ինչպես նաև ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք։ Բոլորին դեմ եմ կուսակցության նախընտրական ցուցակի 87 թեկնածուներից 62-ն ինքնաբացարկ են հայտնել, այսպիսով կուսակցության նախընտրական ցուցակում այժմ 25 թեկնածու է մնում։ Տարածված հայտարարությունում նշվում է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության չգալու, բայց ազգային ժողով անցնելու դեպքում մանդատները չեն վերցնելու։ Իրանը հայտարարել է, որ ուսումնասիրում է Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելուն ուղղված Վաշինգտոնի նոր առաջարկը։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային նշել է, Թեհրանն ուսումնասիրում է դրանք, միաժամանակ կրկնել Իրանի պահանջները սառեցված ակտիվների ազատման եւ իրանական նավահանգիստների ապաշրջափակման վերաբերյալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հերթին բանակցությունները որակել է որպես համաձայնագրի եւ վերսկսված հարվածների սահմանագիծ։ Նա նշել է, որ համաձայնագիրը կարող է կնքվել շատ արագ կամ մի քանի օրվա ընթացքում, բայց զգուշացրել, Թեհրանը պետք է 100%-ով լավ պատասխաններ տրամադրի։